Մեր զրույցից առաջ ես փորձեցի մեր խմբագրությունում փոքրիկ ուսումնասիրություն անել, հասկանալ ինչ գիտեն իմ գործընկերները կենսաթոշակային ֆոնդերի մասին ու ինչ անհանգստություններ ունեն։ Հիմնական անհանգստությունն այն էր, որ անորոշություն է եւ պատկերացում չկա, օրինակ 30 տարի հետո երիտասարդները եւ որ դառնան արդեն կենսաթոշակային տարիքի, այդ գումարները եթե ստանան, գնաճը ինչ մակարդակում է լինելու եւ արդյոք գումարները այնքան արժեզրկված չեն լինի, որ կենսաթոշակը ուղղակի չնպաստի լավ ապրելուն, այսպես ասած։ Կարևոր հարց եք բարձրացնում, այո, 30 տարին իսկապես բավականին երկար ժամանակահատված է, բայց ես կարող եմ ասել, որ այդ 37 թվականի այդ ժամանակահատված, երբ որ համակարգը ներդրվում էր, արդեն կեսից շատը ճանապարհի անցել ենք եւ 12 տարի անցել ենք եւ 11 տարի անց ինքը կստանան իրենց կենսաթոշակները։ Գնաճի հարցը շատ կարևոր հարց է, եթե օրինակ նայենք հետ հայացք նետենք վերջի 12 տարիների արդյունքներին, միջին տարեկան գնաճը 3%-ի շուրջ է եղել, իսկ կենսաթոշակային ֆոնդերի միջին տարեկան եկամտաբերությունը 8%, սա նշանակում է շատ ավելի բարձր իրական եկամտաբերություն ենք ունեցել մեր կենսաթոշակային ֆոնդերը գնաճով ճշգրտված եկամտաբերություն։ Եվ մենք 22 թվականին հաշվարկներ իրականացրեցինք, օրինակ հաջորդ 30 տարիների ընթացքում որքան է հավանականությունը, որ կուտակային եկամտաբերությունը, որ այս տարիների ընթացքում պետք է ունենանք, ավելի ցածր կլինի, քան կուտակային գնաճը, եւ հավանականությունը մոտեր 0-ի, ձգտում էր 0-ին, այսինքն 0-ին մոտ հավանականություն ունենք, շատ ցածր հավանականություն ունենք, որ մեր եկամտաբերությունը 30 տարիների եթե պատկերացնենք, ավելի ցածր կլինի, քան գնաճի այդ 30 տարվա մակարդակն է, որը եւս մեկ անգամ փաստում է, որ կենսաթոշակային ֆոնդերի եկամտաբերությունը բավականին իրական եկամտաբերությունը բավականին բարձր է եւ պետքա հասնի այն թիրախին, որ համակարգը իր առջև դրել է։